Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. Ռուսաստանի հարձակումից հետո Կիևի մարզի Վիշգորոդ քաղաքում ներկայումս ընթանում են արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքներ։ Ռուսաստանը քաղաքը հարվածել է անօդաչու թռչող սարքերով, վնասելով բազմաթիվ բնակելի շենքեր։ Այս պահի դրությամբ հաղորդվում է զոհերի մասին։ Վիրավորվել է 19 մարդ, այդ թվում երեխաներ։ Այս հարձակման ժամանակ մեկ մարդու կյանք է խլվել։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին եւ սիրելիներին։ Վիրավորներ կան նաև Դնեպրի եւ Խարկովի մարզերում։ Հարվածներ են հասցվել Օդեսայի, Սումիի եւ Խերսոնի մարզերին։ Գիշեր արձակվել է ընդհանուր առմամբ 122 հարձակողական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև 2 բալիստիկ հրթիռ։ Նման հարձակումներ տեղի են ունենում ամեն օր։ Միայն այս շաբաթ ռուսները մեր ժողովրդի դեմ օգտագործել են մոտ 1400 հարձակողական անօդաչու թռչող սարք, 1100 կառավարվող ավիառումբ եւ 66 հրթիռ։ Հենց այդ պատճառով էլ մենք պետք է ամեն օր ամրապնդենք Ուկրաինայի դիմադրողականությունը։ Հրթիռներն ու հակաօդային պաշտպանության համակարգերը կարևոր են եւ նույնքան կարևոր է մեր գործընկերների հետ խաղաղության համար ակտիվ աշխատանքը։ Մեզ անհրաժեշտ են իրական հուսալի լուծումներ, որոնք կօգնեն ավարտել այս պատերազմը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են։